այսօր իրավունք ունենք պնդելու, որ մեզանում մեր եկեղեցու երաժշտությունը հնագույն արմատներ ունի, որոնք խարսխված են բուն ազգային երաժշտական մտածելակերպի, երաժշտական մշակույթի վրա։ Մենք որևէ հիմք չունենք այն համարելու այլասեր։ Մենք կարող ենք ասել, թե պատմական զարգացման process-ի մեջ այն ունեցավ փոխազդեցություններ, առողջ փոխազդեցություններ եւ տրվեց եւ առավ այլ մշակույթների հետ փոխազդեցությունների ժամանակ, սակայն իր ծնունդով, իր ակունքով սա ազգային մշակույթ է, առաջին հերթին պարտական լինելով հայ ժողովրդական երաժշտական ակունքներին, ապա մեհենական կամ տաճարային մշակույթին եւ առհասարակ հայ ժողովրդի երաժշտական մտածողության։ Անդրադառնալով հոգևոր երաժշտության սկզբին, պետք է նշենք մեր թվարկության առաջին դարը, այն ժամանակաշրջանը, երբ Քրիստոսի առաքյալները մոտ գործեցին Հայաստանի տարածք եւ մեզանում հիմնադրեցին հայոց առաքելական եկեղեցին։ Պետք է ենթադրենք, որ մենք առաջին դարից արդեն ունեցել ենք եկեղեցու երաժշտությունը, թե ինչպիսին է այդ եղել, գրավոր որևէ տվյալներ ձեռքի տակ մենք չունենք։ Սակայն այդ երաժշտությունը եղել է նախ, որովհետև ոչ մի ծես, ոչ մի կրոնի ծես առանց երկերաժշտության լինել չի կարող, եւ բացի դրանից, երբ Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթևը մեր հոգևոր երաժշտության առաջին հեղինակներն են իրենք համարվում, սկսեցին գործել, նրանց շարականներից մենք տեսնում ենք, որ սա այնպիսի երգեր են, որոնք իրենց թիկունքում ունեն հսկայական մշակույթ, հարստագույն մշակույթ։ Ինքը Կոմիտասը ասում է, թե հին շրջանում հայոց եկեղեցում ծեսը կատարվում էր սաղմոսերկությամբ։ Հարցնում է, թե ինքն է հարցը տնում, ասում է, ինչ երաժշտությամբ էր կատարվում սաղմոսերկությունը, ինքն էլ պատասխանում է հավանաբար հայոց հին եղանակներով, չկոնկրետացնելով, թե ինչ եղանակներ էին դրանք, ժողովրդական, բուն, տաճարային, թե ինչ հայոց հին եղանակներով։ Փոխազդեցություններ եղել են եւ հատկապես կարեւոր է շեշտել, որ փոխազդեցությունների մեջ հայ մշակույթը, հայ երաժշտական մշակույթը, այս դեպքում հայ հոգևոր երաժշտական մշակույթը երբեք չի ունեցել կրավորական կեցվածք։ Այսինքն սոսկ ընդունողի, իր վրա վերցնողի, պատվաստվողի դերում չի եղել։ Ավելին փոխազդեցությունների մեջ մենք կարող ենք այս դեպքում հպարտությամբ ասել, որ տվել ենք համաշխարհային մշակույթին երաժշտական ծլարձակումներ եւ երաժշտական արժեքներ։ Օտարազգի գիտնականներից Կոնենը նշում է, թե միջնադարում եվրոպական լիտուրգիան, լատին եկեղեցու լիտուրգիական ամբողջ երաժշտությունը շատ բանով հենվեց եւ ձևավորվեց հայ երաժշտական մշակույթի ազդեցությամբ։ Մեկ այլ գիտնական, ռուս գիտնական Լիվանովան նշում է, թե եվրոպական հոգևոր երաժշտություն եւ առասարակ երաժշտական զարգացման պատմության մեջ արևելյան եկեղեցական երաժշտությունը մեծ դեր խաղաց, մասնավորաբար հայկական եւ ասորական երաժշտական արվեստները ազդեցին եւ ձևավորեցին հատկապես զարգացած մեղեդիական բնույթ ունեցող երաժշտաոճեր։
Մեր ուրեմն առաջին հեղինակները Մաշտոցը եւ Պարթևը ենթադրվում է, որ իրենց երգերը ստեղծելիս աշխատել են գործի դնել այն ինտոնացիաները, նույնիսկ միգուցեև այն մեղեդիները, որոնք երաժշտական կենցաղում գոյություն են ունեցել։ Սա իր խորհուրդն ուներ, որովհետև ժողովրդին դարձի պետք է բերեին քրիստոնեությանը։ Եթե լուսավորիչը եկեղեցիները կառուցում էր հին հեթանոսական տաճարների տեղը եւ սա նույնպես իր խորհուրդն ուներ, որովհետև ժողովուրդը պետք է գնար նույն ճանապարհով դեպի սրբավայր, դա կարող է լինել հեթանոսական տաճար եւ հետո քրիստոնեական եկեղեցի, ապա Մաշտոցը եւ Պարթևը պետք է ուրեմն, ինչպես ասեցի, գործի դնեին այն մեղեդիները, որոնք հոգեհարազատ էին ժողովրդին։ Ուրեմն ենթադրվում է, որ մեր եկեղեցական երաժշտության հզոր ակունքներից մեկը նախ եւ առաջ մեր ֆոլկլորն է, որը հնագույն է եւ սրան նվիրված դուք ունեցել եք սրանից առաջ հաղորդում, սրա կողքին մենք չպետք է երբեք անտեսենք հեթանոսական քրմական երաժշտությունը, տաճարային երաժշտությունը։ Մեր եկեղեցական երաժշտությունը ի սկզբանե հիմնված է եղել այսպես կոչված ձայն-եղանակային համակարգի վրա։ Ձայն եղանակ կամ ձայն։ Սա 8 մոդելային, այսպես ասած, մեղեդիներ են, ըստ որի մեր բոլոր շարականագիրները, հոգևոր երաժշտության հեղինակները ստեղծագործել են։ Զարմանալի կարող է թվալ, բայց արի ուտես, որ մեր միջնադարյան երաժիշտները կարողացել են այդ 8 մեղեդիների մոդել, այսպես ասած, ստանդարտ մեղեդիների օրինակով ամենայն դեպս ստեղծել ամենատարբեր իրենց հուզական բովանդակությամբ, իրենց մեղեդիական ոճերով, իրենց ելևեջային կառույցներով, տարբեր բոլորովին հոգևոր ստեղծագործություններ, որոնք իրենց հմայքը մինչև հիմա պահպանել են, եւ մենք լսելով այդ երգերը չենք կարող չզմայլվել, չսրբացվել այդ ուրեմն երաժշտությամբ, այդ իրոք որ սրբազան երաժշտությամբ։ Իհարկե փոխազդեցություններ եղել են, սակայն փոխազդեցություն ասելով պետք է հասկանանք մշակութային շատ նուրբ պատմական process-ի մեջ ծավալված իրողություն, այլ ոչ բառացի պատվաստ, այսինքն եթե հայերը փոխազդվեցին բյուզանդացիների հետ, ուրեմն բյուզանդական պատվաստ ունեցան, բյուզանդական մշակույթից վերցրեցին եւ սեփականեցին կամ ընդհակառակը բյուզանդացիները վերցրեցին եւ սեփական նման երևույթներ, նման ակնհայտ ցցում երևույթներ մշակույթի պատմությունը շատ հազվադեպ է ճանաչում իրավահավասար կամ հավասարաչափ զարգացած մշակույթներն համեմատելիս։ Ես նորից կարող եմ մեջբերել հենց Վելեշի տեսակետը, որ ասում է, թե արևելաքրիստոնեական երաժշտական մշակույթների մեջ հայ հոգևոր երաժշտությունը ամենազարգացածներից մեկն է եւ նրան հետ հազիվ թե կարողանա մրցել նույնիսկ բյուզանդականը։